Լրագրող Նարեկ Կիրակոսյանը Facebook-յան իր էջում գրում էր. Ինեկո բանկի հարգելի հաճախորդներ, քարտապաններ, զգուշացեք, հարգելի հայրենակիցներ, խիստ ուշադիր եղեք Ինեկո բանկում ձեր հաշվեհամարների նկատմամբ կարող է ձեր հաշվից գումար գանձվել որևէ ծառայության համար, որից դուք իրականում չեք օգտվել։ Ապրիլի 4-ին իմ հաշվից շուրջ 20,000 դրամ է ելքագրվել Google-ի մի ծառայության համար, որը երբևէ չեմ ակտիվացրել։ Ամենակարևորն այն է, որ քարտը, որից գումարը ելքագրվել է, մի քանի օր առաջ եմ ստացել բանկից։ Ոչ CVV կոդը, ոչ քարտի հաշվեհամարը, որևէ առցանց հարթակում չեմ նշել, ավելին քարտը կցված չի եղել նույնիսկ Google Pay ծրագրին։ Սա իրեն հարգող ցանկացած բանկի պարագայում կարող էր համարվել սկանդալային դեպք, քանի որ որևէ տեղ չգրանցված քարտից գումար է ելքագրվել, սակայն Ինեկոյի աշխատակիցներն այն հանգստությամբ էին արձագանքում, որ տպավորություն էր, թե այ ընկեր ջան, ինչ ես խառնվել իրար, ոչ առաջինն ես, ոչ վերջինը։ 3 օր շարունակ կապվել եմ Ինեկո բանկի հետ խնդիրը ներկայացնելով, ամեն անգամ խոսակցությունն ավարտվել է խոստումով, որ լրացուցիչ ժամանակ է հարկավոր պարզաբանումների համար։ Կիրակի օրը հստակ ասել եմ, չընդհատեն զանգը մինչև վերջնական պատասխան չտան։ Այդ պահին աշխատակիցներից մեկը վստահեցրել է, որ գումարը կվերադարձվի երկուշաբթի։ Այսօր մինչև 14:00 սպասեցի, գումարը չփոխանցվեց։ Կրկին զանգեցի, պատասխանեց մեկ այլ աշխատակից, նորից զրոյից սկսեցի պատմել խնդիրը եւ նորից ժամանակ խնդրեցին։ Այդ ժամանակը 10 աշխատանքային օրն է։ Այսօր կարճ կոնկրետ պահանջեցի, որ զանգը չընդհատեն, մինչև ինձնից գողացված 20,000 դրամը չվերադարձվի։ Տվեցի կոնկրետ հարց. ինչպես է իմ որևէ տեղ չգրանցված քարտից գումար ելքագրվել, երբեք այդ գումարը վերադարձնելու եւ պահանջեցի, մինչև այդ հարցերին չպատասխանեն, զանգը չկտրվի։ Մոտ 1 ժամ տևած զրույցից հետո վերջապես ասացին, որ գումարը փոխանցվում է եւ այդ պահին գումարը իսկապես նստեց հաշվիս, սակայն ամենակարևոր հարցին պատասխան չտրվեց, ինչպես է հնարավոր, որ Google-ում չգրանցված քարտից գանձում իրականացվի։ Ես այս պահին դեռ չեմ հրապարակում Ինեկո բանկի հեռախոսազանգերը սպասարկող աշխատակիցների իրարամերժ եւ 180 աստիճան տարբեր պատասխանների ձայնագրությունները, քանի որ նրանց մոտ դիտավորություն չեմ նկատել, ավելի շատ դա խոսում է փորձի եւ լիազորությունների պակասի մասին, բայց Ինեկո բանկի ղեկավարությունը պարտավոր է պարզաբանել, ինչպես է հնարավոր, որ որևէ տեղ չգրանցված քարտից գումար գանձվի։ Արդյոք սա չի նշանակում, որ մեր գումարները անվտանգ չեն։ Արդյոք հնարավոր է, որ մի օր արթնանանք եւ մեր հաշիվներում զրո տեսնենք։ Ես հույս ունեմ, որ Ինեկո բանկը կարձագանքի այս հարցերին, բայց ամեն դեպքում կոչ եմ անում ձեր հաշիվների եւ քարտերի մնացորդները պարտադիր ստուգեք յուրաքանչյուր գործարքից առաջ ու հետո։ Եվ թող Ինեկո բանկը հույս չունենա, թե այս պատմության ավարտը լինելու է իմ կողմից բանկ փոխելը։ Ընդհակառակը, այս քայլով սկսում եմ գործընթաց, որի նպատակն է փոխել ձեր աշխատելավոճը, գրել էր լրագրողը։